Ֆիլհարմոնիայի թիմի կողմից առաջին գրանտի մասնակցության կազմակերպումն է, որը որ շատ կարևոր միտում ունի դահլիճների տեխնիկական հանձնակազմի վերապատրաստման և ընդհանրապես համերների միջոցառումների անցկացման տեխնիկական ոլորտին վերաբերող իրականացվող գործառույթների վերապատրաստում, որը որ Հայաստանում շատ վաղուց ակտուալ է, շատ հաճախ անգամ տեխնիկական գույք ձեռք բերելուց հետո սպասարկումը շատ լուրջ հարց է հանդիսանում։ Հուսանք, որ այս ծրագրի իրականացումից հետո մեծ օգուտ կարող ենք տալ ընդհանուր դաշտին, երևի ավելի մանրամասն մարդկեցի կպատմի։ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի գործառույթների տեսանկյունից շատ ենք կարևորում, որ փորձում ենք համերգային ոլորտը կառավարել բառը սխալ է, համերգային ոլորտում ոչ միայն որակյալ կոնտենտով ապահովել դաշտը, այլ նաև այդ կոնտենտի որակյալ սպասարկմամբ, թե տեխնիկական, թեև միշտ չի որ տեխնիկական բառերն այդ ամենը փակում է, որովհետև դասական համերգի ժամանակ, երբ որ անգամ չի օգտագործվում ոչ մի էլեկտրոնային ձայնի ուժեղացման սարքավորումներ, մեկը կա շատ մեծ դաշտ, որը որ պետք է բերի սպասարկողները, stage manager-ները և ապագա stage manager-ները կարողանան և իմանան ինչով պետք է զբաղվել։ Թերևս այսքան։ Շնորհակալություն, որ այդ ժամանակ եք գտել ու լուսաբանում եք այս կարևոր իրադարձությունը։ Ծրագիրը իրականացման Music Europe ծրագրի շրջանակներում վարդը մեծ ծրագիրը ունի գրանտային ծրագրեր, որոնք ավելի քան 60 շահառու են ունեցել ու այժմ նաև Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան հանդիսանում այդ շահառուներից մեկը։ Ծրագիրը նախատեսված է 1 տարվա տևողությամբ և այդ 1 տարվա ընթացքում նախատեսվում են ոլորտի բոլոր մեծ համերգասրաններից փոքր համերգասրանները, փաբերը, որտեղ ևս տեղ են ունենում կենդանի համերգներ, փառատոների ներկայացուցիչներ բոլորին համատեղել, վերցանել ոլորտում առկա մարտահրավերները, խնդիրները և փորձել դրանց գտնել լուծումներ։ Տարվա ընթացքում պլանավորում ենք և օնլայն և օֆլայն դասախոսություններ, վարպետաց դասեր, ռեզիդենցիներ, որոնք իրականացվել են մեր եվրոպական գործընկերների աջակցությամբ, որոնք Innova Plus, LiveDMA և MMA ընկերություններն են։ Եթե ունեք հարցեր ծրագրի հետ կապված, մենք պատասխանեմ։ Այն հանգամանքը, որ իհարկե վերջին տարիներին Ֆիլհարմոնիան բավական մեծ համագործակցության շրջանակ է ձևավորել տարբեր կառույցների կազմակերպությունների հետ, թե միջազգային, թե տեղական։ Հենց այսօր մենք ունենք օրինակ մի կրթական ծրագրի մեկնարկ ֆիլմագրի հիմնադրամի հետ մի քանի օր առաջ մի բացառիկ համերգային նախագիծ ունեցանք, որտեղ այնպիսի խոշոր միջազգային կառույցներ են ներգրաված, ինչպես Նյու Յորքի համալսարանը, Եվրոպական միության Horizon Europe Chamber, մենք համագործակցության ուշադրել ունենք Rise of France-ի հետ, իտալական Finegrance պարբերականի հետ եւ այլն, սակայն ուզում եմ հատկապես նշել, որ սա առաջին դեպքն է, որ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան պաշտոնապես դիմում է միջազգային դրամաշնորհի, խոշոր դրամաշնորհի եւ շահում է այդ դրամաշնորհը։ Իդեպ բավական բարդ բազմացակցության պայմաններում կարող եք արդեն պատկերացնել, թե ինչ լայն է կներեք շրջանակը LiveMX-ի շահառուների եւ թիավների առասարակ։ Եվ կարծում եմ, որ սա շատ կարևոր մի հանդերձման է, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ այս պայից սկսած Ֆիլհարմոնիան տեղափոխում է մի նոր փուլ, որտեղ արդեն բացի պարզապես միջազգային համագործակցության շրջանակ ընդլայնելուց, մենք նաև փորձում ենք ներգրավել ազատ միջոցներ, նոր ֆինանսական հնարավորություններ, որը վստահ եմ, որ շեշտակի պիտի ազդի մեր արդյունավետության վրա, մեր ծրագրերի իրականացման տեմպի եւ որակի վրա։
Եվ սրա հետ կապված նաև մի հանգամանք, որ նախքան հարցերին հասնելը կուզեմ նշել, սա նաև առաջին ծրագիրն է, որը պաշտոնապես իրականացվում է արդեն մեր հիմնադրամի գոյության պայմաններում, մենք այս մասին դեռևս հրապարակային առիթ չենք ունեցել խոսելու, ենթադրում որ ավելի համարիտարյան ռելիզներ կլինեն այդ տարեկով, բայց սա ևս մի կարևոր հանգամանք է, այսօր այդ ֆիլհարմոնիան ունի զարգացման հիմնադրամը եւ բոլոր նմանատիպ ծրագրերը անց են կացվում այդ շրջանակներում։ Շնորհակալություն։ Կարող եմ հարցնել։ Մինչ այս ծրագիրը օրինակ ինչ խնդիրների եք բախվում, որ այս ծրագրով հնարավոր է լուծել եւ որ ոճում ժանրում ստեղծագործողների հետ եք համագործակցություն պատկերացնում։ Ես խնդիրների մասին կարող եմ ասել ավելի շատ, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում եթե կա ցանկություն սովորել օրինակ ռուսային ռեժիսորի կամ ձայնային ռեժիսորի մասնագիտությունը, ապա շատ նախ ես ճիշտ ասած գիտեմ որ մի երկու անգամ եղել եմ դուրսել, բայց հիմնականում որտեղ դա դասավանդում ինքս անգամ չգիտեմ, միգուցե կա ինչ-որ միտեղ, բայց դրանից հետո գալիս են երկրորդ պրոբլեմները, որ եթե խոսքը գնում է դասական երաժշտության մասին կամ ակադեմիկ արվեստի մասին, ապա այդտեղ երկրորդ պրոբլեմը կա, որը ևս շատ լուրջ է, որովհետև դա չի դասավանդվում են գիտելիքները, որով որ կարելի է կառավարել այս կամ այն վահանակը, բայց լիարժեք ոլորտում լինելու համար եւ սպասարկել իմանալու համար պետք է զրոյից շատ մեծ աշխատանքներ արվի, որովհետեւ այդ բոլոր մարդիկ պետք է իմանան, թե հա չեմ ուզում շատ օրինակներ բերել, բայց բեմի պատասխանատուն պետք է իմանա մի ամաս ստեղծագործություն է կատարվում, երամաս ստեղծագործություն է կատարվում, ինչ է անհրաժեշտ բեմի վրա, այդ միայն բեմի սպասարկողը, նույն բանը վերաբերվում է հնչյունային ռեժիսորին, եթե ինքը երկար տարիներ չլսի դասական երաժշտություն, ինքը հետո չի կարողանա ուղղակի այդ ձայնը ստանալ, ու այդ շատ այն խորը խնդիրներն են, որին հանդիպել ենք մենք ստեղ աշխատելուց ու հասկացել ենք, որ այս մասնագետները հնարավորություն միշտ չի որ ունենում են մանավանդ դասական ոլորտում ճիշտ տալու իրար աշխատանքները եւ հակառակ ճիշտ աշխատելու դրա համար այս ծրագրի եզակիությունը հենց դրանում է կայանում։ Երկրորդ մասը հարցի չի։ Ժանրային մեզ մոտ սահմանափակումներ չկան, եթե նկատում եք մեր ազգագրից, ինչը եւ բնական է ֆիլհարմոնիայի համար, այսինքն բոլոր հնարավոր երաժշտական եւ մերձ երաժշտական եւ ոչ երաժշտական անգամ ժանրերում փորձում ենք ներգրավված լինել, բնականաբար ակադեմիական ուղղությունը հիմնական որով մենք զբաղվում ենք, դասական երաժշտությունը, բայց նաեւ մենք ունենք իհարկե ջազային համերգներ, իհարկե ֆոլկի մի մեծ բլոկ, որը բարբերաբար ստեղծել է վերջերս այս կողքի սրահին մետալ խմբ համերգ ունեցած, որ ամենաանսպասելի ժանրային խաչաձևումները կարող ենք մեր շենքում տեսնել։ Ու ավելացնեմ ես, որ իրազեկման արշավները պետք է իրականացնենք, որպեսզի երիտասարդության նոր պատկերացումներ ու նոր ինֆորմացիաներ հայտնվեն, որ գոյություն ունեն նման տեսակի մասնագիտություններ, ու նաև այս ծրագրով ուզում ենք խթանենք երիտասարդների հետաքրքրությունը ընդհանուր ոլորտին, որպեսզի իրանք ևս ոլորտի մեջ տեսնեն ապագա, նրանց ներդրումը ինչպես ունենան ոլորտի զարգացման։ Correct.